Բարև ձեզ, Վարդանը 3 տարի առաջ ունեցել է շատ սուր ոտքասրտանային հատվածում ցավեր, ոտքի ցավերը ուղղակի անբացատրելի էր, որ եկավ մեր մոտ, շատ ահավոր ցավեր ուներ եւ երկար տարի բուժվել է, վերակեին բուժումներ է ստացել եւ կարելի ասել մի 6 կլինիկաներում գնալով ավելի ադատացել է սխալ բուժումներից, անգամ որ մեր մոտ արդեն եկել էր, ոնց ասեմ, քայլելու վիճակ էր արդեն, ընդհանրապես նստել չէր լինում, պարկած, մի կերպ շարժվում էր, շատ բարդ աշխատանքներ ենք տարել, չէր լինել երկար ժամանակը, եթե սխալ բուժումներ չստանար։ Սխալ բուժումներ, քանի որ մկանավորսկորային խնդիրը դա միայն լուծում է վարժասարքի միջոցով, ճիշտ վարությունները կատարվում, իսկ դեղորայքը մկանները սկսել է ատրոֆի ենթարկել։ Ու ավելի վատացել է, ու տարիքն 21 տարեկան կարևորը փառքասու չէր վիրահատվել, բայց սխալ բուժումները դրանք վիրահատության աստիճանի անգամ կարելի ասել վնաս են տվել, հիմա փառքասու մենք մարզվում ենք, ցավեր չունենք, որ աշխատում ենք, դաժե արդանը բոյով տղա, բոյել չէր եղել, հիմա արդեն ոնց որ ասած դրի ուրվել է, արդեն խնդրեմ երկու բառով, եթե կարելի է։ Բարև ձեզ, ես Վարդանն եմ, մոտ 3 տարի առաջ իմ ոտքի ցավերը սկսվեց, գնացել եմ տարբեր բժիշկների մոտ, ստացել եմ տարբեր բուժումներ, մոտ 3 տարի, ու այդ 3 տարվա ընթացքում միշտ գնալով կամաց վիճակս բարդացել է, հետո փառք գտա դոկտորին, Արտուր Մարդոյանին, եկա իրան մոտ ինքը ինձ ստուգեց ու արդեն կոնկրետ ժամանակ ասեց, որ կարա ինձ ոտքի հանի, ճիշտն ասած արդեն հույսս կորցրել էի, որովհետև էլի եմ ասում լիքը բժիշկների մոտ եմ գնացել, բայց դոկտորը փառք Աստծու ինձ օգնեց, ոտքի կանգնացրեց, հիմա կարում եմ գնալ աշխատանքի, դասերի, այո։ Իսկ մինչև այդ 3 ամսից ավել անկողնային վիճակում եմ եղել, պարկած եմ հաց կերել, մինչև գալիս հասնում էի ստեղ ցավերով, տանջանքներով, բայց էլի փառք Աստծու դոկտորի եւ իր օգնականների շնորհիվ ոտքի կանգնեցի։ Բարոյություն Վարդան ջան։ Մերսի։